Շնորհակալություն, սիրելի հայրենակիցներ, հարգելի գործընկերներ, շատ կարևոր նախագիծ է պարոն Աղաջանյանի եւ մեր падգամավորների ներկայացրած նախագիծը, ինչը անմիջական ազդեցություն է ունենալու մեր ճանապարհների թողունակության վրա։ Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման կարևոր բաղադրիչը ճանապարհների թողունակությունն է եւ մենք տեսնում ենք ամեն օր խցանումներ, որոնք առաջանում են ճանապարհատրանսպորտային պատահարներից, ինչը լրջորեն վնասում է երթևեկությունը, էկոլոգիական խնդիրներ է ստեղծում, 100,000 դրամ վնասով ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքում հնարավոր է ամբողջ տնտեսությանը, մեր քաղաքացիներին մի քանի միլիոնի վնաս պատճառվի, ժամերով կանգնում են, շարժիչ են գործարկում, էկոլոգիական խնդիրներ, ժամանակ, այդքան վառելիք, բայց որ ուսումնասիրում ես, տեսնում ես այդ վթարը ընդհանուր 100-150,000 դրամի վնաս ունի, բայց արդյունքում պետությանը հասցնում է միլիոնների վնաս եւ շատ եմ կարեւորում այս նախագիծը։ Պարոն Աղաջանյան, գուցե ավելի խորը չենք ուսումնասիրել, հետեւյալ առաջարկությունը անեմ, երևի հանձնաժողովում քննարկենք, տեսեք։ Նշում ենք, եթե շահագործման անսարքությունների ցանկում վնասվածք չկա, նոր այդ ժամանակ մեքենան պետք է հեռացնի բանուկ մասից երթևեկելի։ Տեսեք, անսարքությունների շարքի մեջ է մտնում նաեւ անսարք անվադողը, լուսարձակը, դիմապակին, հետևաբար համարյա բոլոր վթարների դեպքում այս նշածներիցս ինչ-որ մի բան վնասված է լինելու, անգամ լուսարձակը եթե վնասվեց, տրանսպորտային միջոցի շահագործումը արգելվում է, այսինքն այս նորմը չի գործելու, հետևաբար առաջարկում եմ փոխել այս նորմը, քննարկենք, փոխենք, որ ոչ թե տրանսպորտային միջոցների անսարքությունը շահագործումը արգելող անսարքությունների դեպքում է գործում այս նորմը, այլ ուղղակի անհնարինությունը, երբ որ շահագործման անհնարինություն կա, այդ դեպքում նորմը չգործի, առաջարկում եմ սա փոխել, շնորհակալություն, այսքանը։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։